Բարև Բայլուստ ես Բարև ձեզ Ոնց ենք Լավ, մերսի, ես էլ եմ լավ Ժամը 3:10 մինչև 3:10-ը բան արեք, աղբերություն 3:10 նոր կսկսենք Տեք Որ բանը լինի Սենց օքեյ է, պլյուս տրեք էլի Ամեն օր նույն տեղն եմ դնում, ամեն օր հարցնում եմ Բայց դիմացիք մինչև մի լավ սեթափ կանեմ սեղանս Սա ակուրատնի միկրոֆոնով բանով Դա կեշի հեչ, լավ Ես շատ շուտ վանից եմ անում Ես արդեն 5 տարի կլինի երևի մեդիտացիա Չեմ անում Ընենց ինտենսիվ ու ընենց կպած ոնց որ կուզեի, բայց ձգտում եմ դրան Հա 5 տարի, այսինքն բանակից հետո Պլյուս մինուս 5 տարի էլի Իմացել եմ ես շատ վաղուց Կարող է դաժե փորձել եմ, չգիտեմ Շատ շուտ Բայց այն որ նորմալ անել ու արդյունքը զգալ էդ մի 5 տարի էլի Լնելու է Մեդիտացիայի մասին եք խոսանք Մեդիտացիան ամենաանշառ ու աշխատող մեթոդներից մեկն է Ամեն մարդ մի բան ազգում Ամեն մարդ էդի չապազանցված էր, բայց տարբեր բաներ կա, տարբեր զգացողություններ կա, դες իրականում ոչ չէ տարբեր դաժե, բան է ինքը, կամերտոն, ոնց են ասում, չէ, որ փողն է կամերտոն, չգիտեմ, ինչ-որ թմրանյութեր կարան կամերտոն լինեն, նույնն էլ մեդիտացիան, ինքը ուղղակի բյուրեղացնում է, որ սենց հանում է ոնց որ ջրի մակերես ու ցույց է տալի քո էությունը, այն ինչ որ կաս, կարաս դու ինչ որ մի բան փոխես, կարաս ինչ որ մի բան ավելացնես, կարաս, բայց փաստն է որ ինքը դու չես մեդիտացիան չի դարձնում քեզ նոր մարդ, ուղղակի բյուրեղացնում է թե ով կաս դու կարաս հետո ինչ որ բաներ անես, բայց այն ինչ որ անում է մեդիտացիան, դա զուտ ցույց է տալի թե ով ես դու
Բանը պետք է կազմակերպեն, գիտեք չէ՞։ Պիտի մի հատ բան կազմակերպենք, մեխանիզմ, որ այն ինչ որ մեզ պետք է մեր առնելու համար, արմար լինի, հա թեկուզ եթե պետք է բիրիքով, եթե պետք է, չգիտեմ, ֆուլ զակազ տանք մենք, հա, ես գիտեմ, որ Չինաստան զակազ են տալի հեշտ ու հանգիստ, ըստից դեպի չինական գործարաններ։ Իշար որտև բանս ստեղնաշարը շատ կեղտոտ էր։ Ստեղնաշարը սել է կեղտոտ։ Որ ասենք հիմա ձեզ հարց, որ գալիս են երկու ստեղնաշար, մեկը կեղտոտ, մեկը մաքուր աղբյուր ջան, որ մի ստեղնաշարը պիտի եթա բաղնիկ լողանալու։ Նարեկը ստեղը, նարջան քեզ մի հատ մարդ է գրելու, տղա է գրելու, ասել եմ քեզ գրի էլի, որ ինքը կարիք ունի մեր չաթին միանալու ահավոր ձևի։ Ես իրան երեք չառաջուրն եմ ռաստեկի, ինքը քեզ կասի, որ Արմանից է, քո բանն եմ տվել պրոֆիլը։ Դու ընդունի իրան ավելացրա, երկու բարով ինքը պատերազմին մասնակից է, բան է եղել, ժամկետայինով էլի, կամավոր չէ։ Պատերազմին մասնակից է ու լիքը պրոբլեմ ունի մարդ, նայում ես վրեն, ասենք, առանց ինչ-որ նեգատիվ երանգների ասեմ, որ լիքը պրոբլեմ ունի մարդը։ Ինքը ուղղակի ասեց, որ պատերազմին մասնակցել է, սկսեց ինչ-որ երկու բառ խոսալ, մնացած ես իրան մի քանի հատ հարց տվեցի ու դիագնոզը տվեցի մի անգամից, ասեցի ախպերս, ինքը գնացել էր ընդե հոգեբանների մոտ, հոգեթերապևտների, հոգեբույժների, ինչ ասես փորձել էր, ոչ իման չէր օգնում։ Ասում եմ, մի արդիր այդ խնդիր ունես, ասում հա, վերջին մի քանի ամսվա մեջ մի 4 հատ հեռախոս եմ ջարդել։ Ասում եմ անքնություն ունես, ասում հա, ասում եմ էդ էլ մի հատ ուժեղ սինդրոմ է։ Այլի հարցեր եմ տալու, այդ ամենակարևոր հարցը, որ մի անգամ սենց մի հատ ճտ ու ինքը սենց լրիվ դիագնոզը ցույց է տալի մարդու հետ ինչա կատարվել կամ ինչա կատարվում, կամ ինչ խնդիր ունի, կամ ընդհանրապես ոռիա իրավիճակը թե ոռի չի։ Ոռիա իրավիճակը։ Ես երկու բառ ասի, բայց կարող լսվի որպես ոռիա իրավիճակը։ Так, ասեցի ապը դու զգում ես բանակից հետ ունես փոփոխություն քո մեջ, որը որ կարաս մոտավորապես որակես կամ կարաս ասես, որ դա բարիացել ես։ Ասեց հա, ասեցի ոռի ապետ, դու չես բարիացել։ Այդ ուղղակի դու թուլացել ես, բայց քո թուլությունը ընդունելը դժվար է սովորական մարդու համար։ Ոչ թե սովորական մարդու, այլ այն մարդու համար, ով գիտելիքը չի տիրապետում։ Իր համար դժվար է թուլությունը ընդունելը։ Դրա համար ինքը հա ախպեր, Reddit-ի տա գրելու։ Ու իր համար իրան պետք են կոնստրուկցիաներ, պետք են սիրուն փաթեթավորումներ։ Ինքը դրան կոչում է բարիանալ։ Ես բարիացել եմ պատերազմից հետո, դու չես բարիացել պատերազմից հետո։ Դու ուղղակի թուլացել ես։ Ինչ անում թուլ մարդը։ Նայեք։ Իմ համար շատ պարադոքսալ երևույթ կար աշխարհում։
որը հետևյալն է։ Իմ մեջ ու լիքը մարդկանց մեջ տպավորված է ու ընդհանրապես նստած է, հա, որ տարիքով մարդիկը բարի են, բարի պապիկ, բարի տատիկ, կան ակնհայտ բոզի տղիկ, հետի մի կողմ դրած, բայց ոչ այնքան, ինչքան որ պիտի լինեին, իսկ ինչքան պիտի լինեին, այնքան որ կան երիտասարդ հասարակության մեջ, այսինքն եթե դու նայում ես, ելնում ես դուրս հասարակությունից, 100 հոգի ռանդոմ հավաքում ես, այդ 100 հոգուց օրինակի համար 50%-ը բոզի տղա են, բայց եթե այդ 100-ն էլ ծերանում են, այդ բոզի տղիքի քանակը չգիտես ինչի, շատ ուժեղ սկսում է նվազել, հասնում է 10-ի, հասնում է 5-ի, իսկ այն ճնշող մեծամասնությամբ տատի պապիները բարի են, ոչ դու չի հասկանում, իսկ ինչի է տենց լինում, ու ես չգետա ավելի արժանահավատ պատասխան, քան հետևյալը, մարդիկ ուղղակի թուլանում են, իրանք թուլանում են ֆիզիկապես, թուլանում են մտավոր առումով, թուլանում են բոլոր առումներով, ու այն ագրեսիան, որը իրանք կարող էին տածեին ջայել ժամանակ, որ ասում եմ օրինակ բոզի տղային, բոզի տղությունը իրենց ենթադրում է ագրեսիան այն չի, որ միշտ է վատ բան, բայց բոզի տղան իր ագրեսիան անենց է օգտագործում, որ ինքը չպետք է տենց օգտագործի, ագրեսիան դա ուժ է, դու կարաս լնես Վարդան Մամիկոնյանը կամ Տիգրան Մեծը քո ագրեսիան օգտագործես լավ ձևով, կամ դու կարաս լնես բոզի տղա ու ագրեսիան օգտագործես չիկացիլոյի ձևով օրինակի համար, կամ չգիտեմ, ինչ-որ ուրիշ ձևերով, ասած սենը, որ ագրեսիան ուժ է, լավ թե վատ էդի ուրիշ հարց է, ինքը ուժ է, ու տարիքի հետ մարդիկ կորցնում են այդ ուժը, կորցնում են բնական պատճառներով, ու ինչ է մնում իրենց անել, եթե ոչ բարի անալ, ու նույնն էլ, եթե ստենում եմ ջահել երիտասարդ տղա կամ աղջիկ, երիտասարդ հասկացիք մինչև 60 տարեկան, մինչև 60 տարեկան իմ համար երիտասարդ մարդ է ինքը, ով որ չի հավատում, մտեք Պավել Դուրովին նայեք, Պավել Դուրովը քանի տարեկան է, 40 պլյուս է արդեն, այն որ սաղիցս ջահել է, կամ մտեք բանին նայեք, Բրայան Ջոնսոնին, քանի տարեկան է, 48 տարեկան, առաջի Բրայան Ջոնսոնը, իվերքեն, Bryan Johnson, BRYANJOHNSON, ալարում եմ չատ, կոպի պաստան, վերջի մինչև 60 տարիք, որ ուզում եք իմանաք մարդը, մինչև իր կյանքի վերջը կարա երիտասարդ լինի, կարևորը ներսում երիտասարդ լինի, հա, ու ասած սենա, որ էդ իմ համար ախտանիշ է, շատ ուժեղ ախտանիշ է, երբ որ երիտասարդ մարդը բարի է, տարեցների դեպքում ասեցի, իրանք
բնական կերպով թուլանում են ու մեխանիզմներ չունեն իրենց ուժը պահելու համար, հա ինչ-որ միլիարդ հատերեր, մեծահարուստ մարդիկ կարան էդի պահեն, բայց այն որ 90%-ը չեն կարում ու տեղի են տալի այդ թուլությանը ու դառնում են բարի։ Մի հատ բան կար, հետազոտություն կար, մենք մինչև այսօր մարդությունը չգիտի երկարակեցության հիմնական հիմնարար պատճառները որոնք են։ Անում են հետազոտություն, հավաքում են 100 հոգի մարդ, տարեց մարդ, 100-ին մոտիկ, թե 100 հոգի, 100 տարեկանին մոտիկ կամ դաժե 100-ից ավել։ Անում են հետազոտություն ու հետազոտության քայլերից մեկն էլ հիմնականն է, որ այդ մարդկանց հարցնեն, իսկ որն է երկարակեցության պատճառը։ Դուք ապրել եք այսքան տարի, մի դար ապրել եք, որն է պատճառը, ու գերակշռող ճնշող մեծամասնությունը պատասխանում բարիությունը, խաղաղությունը, չգիտեմ ինչ-որ կոնվենցիոնալ դրական պատասխաններ, հա, սաղին լավ լինի, լավերին լավ, վատերին վատ, որ կողմ ենք ամեն ինչ լավին, դեմ ենք ամեն ինչ վատին, կոնվենցիոնալ պատասխաններ, որ մի բառով կարելի ասել, սեր, սիրո մեջ, բարիություն, մի բառով բարիության մեջ։ Նրանից հետո շփվում են նաև իրենց հարազատների հետ։ Էլի ճնշող մեծամասնությունը գիտեք ինչ ասում, այդ մարդկանց հարազատների։ Ասում են, սրանք բոզի տղա են եղել ջահել ժամանակ։ Էդի հիմա են տենց բան անում, ինչ անունը։ Բարություն, բոլորը բոլորին, մեկը բոլորին, ասում այդ խույն է։ Սրանք ամենավերջին տականքներն են, դե պարզ է, իրենց հարազատի մասին նույն ձև չեն ասի, ոնց որ ես եմ ասում, հա, հայոյախոսությամբ ու քֆուրներով, բայց միտքը ընդհանուր է եղել, որ սրանք պծում են աղբեր, սրանք ջահել ժամանակը տենց չեն եղել, սրանք նոր են տենց դառել։ Հետ վերադառնամ ասածիս։ Բայց այսօր պլավնի սկսանք, չէ՞։ Ինձի դուր եկավ։ Ամենաճիշտը սենց է, որ պլավնի մտնես թեմայի մեջ խոսակցության։ Մեր խոսակցության թեման բարոյականությունն է, հա։ Ես բանը գցել եմ, ինչ անունը։ Երեք ինչը որ մնացել էր 41 րոպե։ Հետի գցել եմ YouTube, բայց մի այդքան է դրանից հետո ենք խոսած, հետի կորել է։ Կորել է, ինչ անեմ, կարևոր ով պետք էր լսավ, ով պետք էր հասկացավ։ Ինչ անեմ, հիմա կորել է։ Ասեցի աղբոտ չեմ։ Ինտերնետը վատնա այս սենյակում։ Ինտերնետը կփորձեմ բարձր խոսամ։ Սենց լավ է։ Հա, ինտերնետը կորավ, տրանսլացիան էլ կորավ։ Ինչ մնաց աղբեր չեմ։ Վերջը հա թեման այսօր էլի բարոյականությունն է, կշարունակենք, բայց հիմա ինչից ենք խոսում։ Թող ամեն ինչ իր հունով գնա, էլի։ Հա, այսօր տենում եմ տարիքով մարդը, կոնվենցիոնալ բարի է, ես հասկանում եմ պատճառները, բայց ես որ երիտասարդի մոտ եմ տենում, որ ինքը բարի է, ու երիտասարդ տղամարդու մոտ, կենսաբանական ворցի մոտ, հետի միանգամից իմ մոտ հարցեր առաջանում, իսկ ինչի, որովհետև բարությունը դա դեֆոլտ չի, ու դա բարություն չի, դա ուղղակի
ծածկում են իրենց թուլությունը։ Այս աղբոր մոտ անունը Արսեն է։ Արսենն էլ ես եթերն էլ եմ բան անելու, download անելու, upload անելու YouTube, Արսենն էլ էսի որ տենը լրիվ օքեյ է, ես իրան էլ full իրան ասելու եմ ինչ կա, որ սառնասրտությամբ, գիտական մոտեցումով, ամեն ինչ ասել եմ ու նեղանալու բան չկա ստե, աղբեր ջան, վերջը, Արսենի մոտ ամենայն հավանականությամբ ինչ է տեղի ունեցել, ինքը բախվել է իրականությանը, բախվել է պատերազմին, բախվել է բանակային համակարգին, կոնտուզիա, արուն, մահ եւ այլն, ինքը հասկացել է, որ ինքը շատ թույլ է, ու իրականում տենց է, ինքը բախվել է մահվան հետ, ու ինքը ֆուլ իր միջի շիմպանզեն ֆուլ հասկացել է իր թույլությունը ու դա գեղեցիկ չի, դա տգեղ է, հələ փորձեք դուք ինքներդ, նստեք ասեք ես թույլ մարդ եմ, նու մեր մոտ դա կարող է ստացվի, որտեղ մենք արդեն գիտենք, որ դա շատ կարևոր նախապայման է ընդունել սեփական թույլությունը, բայց ինչ որ ռանդոմների որ փողոցից հավաքես, իրանք մեռնեն, տենց արտահայտություն չեն անի իրենց մասին, ասեն ես թույլ եմ կամ ես ինչ որ մի բանից վախենում եմ եւ այլն, հիմա նույնն էլ Արսենի մոտ, իրան պետքա ֆուլ ընդունել, կատեգորիկ կերպով, որ ինքը թույլ է, ինքը վախեցել է պատերազմից, ինքը վախեցել է թուրքից, ինքը վախեցել է սնարյադներից, դրոններից եւ այլն, ու միայն այդ ընդունելուց հետո ինքը կարա փոխվի, ու փոխի իր կյանքը, ասենք նրանից որ իր կյանքը ոռի է, ինքն է իր բերանով ասում, իմ կյանքը ոռի է, ոնց որ ինքը զգում է, ու ինչի է դա կարևոր, որ ինքը կհասկանա, որ եթե դու ինչ-որ միտեղ թույլ ես, կամ ինչ-որ միտեղ թուլացել ես, այդ չի նշանակում, որ պարտադիր դու մնացած տեղերում է թույլ պիտի լինես, օրինակ, հիմա նստեմ ես ինչ-որ մեկի հետ նարդի խաղամ, նարդիում ես թույլ եմ, բայց եթե ոչ մի կերպ չնշանակեց, որ ես պիտի էքստրապոլյացիա անեմ, կյանքի մնացած բոլոր բնակավարներին ու ամենտեղ լինեմ ճնշված, ամենտեղ լինեմ ճիվախ, թույլ, նվազ, սոցիալական համակարգում ամենաներքևը, չէ տենց բան չկա։ Ու դա կարա լինի մենակ սեփական թույլություն ընդունելուց հետո։ Ինքը ոնց է մտածում իր համար։ Ինքը հասկանում է, որ ինքը թույլ է, բայց իր համար պետքա ինչ-որ փաթեթավորում, ու ինքը փաթեթավորում է դա բարությամբ։ Ու եթե ինքը կամայական կերպով չի կարա ինքը միտե բարի լինի, միտե չար։ Արդեն իր համակարգը կքանդվի, եթե միտե ինքը բարի եղավ, միտե չար, ինքը կհասկանա, որ չէ, սի բարություն չի, օրինակի համար չգիտեմ, տունը ես կարամ փոքր աղբորս նեղացնեմ, բարի չլնեմ հետը, բայց դուրսը չգիտես ինչի բարի եմ ինչ-որ հարցերով, ու այդ վաղտ կքանդվի իր ամբողջ համակարգը, դրա համար ինքը փորձում է ամենտեղ լինի բարի, հա, բայց այդ չի ստացվի, եթե դու ամենտեղ բարի լինես, ամենտեղ կքունեն քեզ, հասկանում ես, դրա համար շատ կարևոր է հասկանալ, խոսանք դրա մասին,
Հա, քիչ բանը ոնց են ասում։ Նոր լողացա երմանջերով քիչ բան եղած եմ։ Так, դապ, ինչից ենք խոսում։ Հա, երեք ուրեմն խոսացինք բարոյական օրենքներից։ Ու օբյեկտիվ բարոյական օրենքներ չկան։ Կան սուբյեկտիվ բարոյական օրենքներ ու կա սուբյեկտիվ բարոյականություն։ Ինչևէ եկեք հասկանանք ինչա բարոյականությունը։ Իր անունը շատ վատ է ընտրված, որտեղ ինքը իրականում ինքը հանդիսանում է արժե համակարգ, հա, ինչն է բարի, ինչն է չար, ինչն է լավ, ինչն է վատ, ինչն է դրական, ինչն է բացասական, ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Ասենց որ խոսում եմ որ Նիկոլալն եմ, որ դնում է 7 ժամ մի բան թվարկում է։ Վերջը, բայց չգիտես ինչի անունը դրել են դրա բարոյականություն։ Նույն ինչ որ արդարացում կարա լինի, որտեղ մենք այդ ամեն ինչի միջից փորձում ենք վերցնենք այն ինչը որ մեր կարծիքով բարի է ու դնենք ինչ բարոյականությունը կարա պատկերացնենք լիստ, ցուցակ։ Ախպեր դուք խոսացեք, բայց ես փակեմ էլի չաթը։ Բարոյականությունը, բարոյական համակարգը կարող հասկանալ որպես ցուցակ, մարդու մոտ գրած է։ Так, ստելը վատ է, շնանալը վատ է, հարուստ լինելը վատ է, էգոիստ լինելը վատ է, իմ ուզել չուզելով ապրելը վատ է, դու պիտի միշտ կանոններ լինի, էսի վատ է, ինի վատ է, մուրացկանին օգնելը լավ է, ինչ-որ ցուցակ, ու այդ ցուցակը անվերջ է, որովհետև անվերջ մարդիկ ու համակարգեր, շատ հստակ համակարգեր, ավելացնում են այդ ցուցակին տարբեր տողեր, այս ինչ բանն է չի կարելի անել, այս ինչ բանն է չի կարելի անել, պետք է մաքսիմում գնում է մարդկային էությունը ճնշելու համար։ Հիմա մարդկային էությունը ճնշելը դա էլի հարաբերական բան է, եթե ինչ-որ մեկը փորձում է իմ էությունը ճնշի, իմ մարդկային էությունը ճնշի ու իմ վզին փաթաթի օրենքներ, կանոններ, որոնք որ նա ռազրիզ չեն համապատասխանում իմ էության հետ, ինքը բոզի տղա է։ Ես շատ մաքսիմալ արագ պիտի իրան վերացնեմ օրենքի սահմաններում ու դուրս գամ իր ազդեցության տակից։ Բայց եթե դիմացինը ինչ-որ մի հատ բոզի տղա է եկել, իր բոզի տղա էությամբ ու ինչ-որ կերպ ազդում է իմ կյանքի վրա, դեպքում նորմալ է իր էությունը շատ նորմալ է, որ ճնշես, էլի օրենքի սահմաններում։ Հիմա հենց էդ է, ուժեղ բարոյականություն կա, ուժեղ ու թույլ բարոյականություն։ Ուժեղ բարոյականության ամենաֆունդամենտալ քարը, հիմնաքարը, հիմնարար քարը, հիմնարար թեզը, որ անկյունակարը, դա էգոիզմն է։ Այն, որ դու ֆուլ հասկանում ես, որ չկան բացարձակ օրենքներ ու բացարձակ կանոններ։ Ինչ որ մի բան կարելի է ինձ, բայց կարելի չի դիմացինին։ Ինչի, որտեղ մեր շահերը գնում են, մեր շահերը առճակատվում են իրար, մեկը մյուսին, վաղ թե ուշ մեր շահերը առճակատվելու են ու հաղթելու է միայն այն մարդը, որ ավելի ուժեղ է։ Դաժե այն մարդը չեն կենթանին, այն երևույթը դաժե, չգիտեմ, ցունամին հելնում է օվկիանոսից, մենք կարող ենք պատկերացնենք ցունամին ու ցամաքը կամ ցամաքում գտնվող քաղաքը երկու ուժեր։ Ցունամին եկավ, ցունամին ուժը, ինքը կարիք ունի ջրհեղեղը դուրս գալու իր ափերից ու ջնջելու ինչ կա չկա հանդեպ, ոնց որ բանում եղավ, Ճապոնիայում, Թայլանդում շատ է լինում։
որ դեպքում ինքը կհաղթի։ Իսկ հաղթելը մենք նկատի ունենք, երբ որ կվերացնի ամեն ինչ, առափնյա տարածքը։ Այն ժամանակ, երբ որ հելնի ու էդի անի։ Իսկ էլի երկու ուժ առճակատվեցին իրար։ Ասացել եմ, որ դա միայն մարդու մասին չի, բայց մեր համար էական է, որ մարդու մասին լինի։ Հա ու կարևոր մեծ շատ ռիմարկ Էրիխ Մարիա տեսեք մարդու իմ կյանք ու իմ գործունեությունը, կենսագործունեությունը ու պրինցիպի բոլորինը կարելի է բաժանել երկու մասի։ Այն ինչը որ հետաքրքիր է, հետաքրքիր կենսագործունեությունը, ինչ որ կոնկրետ ժամանակում հետաքրքիր զբաղմունքը ինքը իրանով, այսինքն ինքնանպատակ է, նորը գիրք կարդալ, երգ լսել, կինո նայել, ինքը ոչ մի իմաստ չկա, ինքը ինքնանպատակ է, իր իմաստը պարփակված է հենց պրոցեսի մեջ, հենց գործողության մեջ։ Դա մեկ։ Ու երկրորդն էլ այն կենսագործունեությունը, որը որ բերում է օգուտ։ Հիմա ցանկացած մեր խոսակցություն, ցանկացած մեր եթեր, մեր չաթում ցանկացած ամեն ինչ տեղի ունենում օգուտ քաղելու շրջանակներում։ Այսինքն ես հիմա որ խոսում եմ, ինձ շատ հաճելի կարա լինի, իրականում ինձ հաճելի է, հա։ Խոսալ ընկերների հետ, ինչու՞ չէ, ոնց որ կենաց ասեմ։ Ոնց որ իմ ընկերների հետ, իմ համախոհների հետ, մարդիկ ում հետաքրքիր է իմ կարծիքը, մարդիկ ովքեր կիսում են իմ աշխարհայացքը եւ այլն եւ այլն։ Բայց նպատակը մեկն է՝ քաղել օգուտ։ Ու հիմա մենք կարող է շատ փիլիսոփայենք ու վերցնենք, դնենք, տակից, վերևից նայենք եւ այլն, բայց այդ ամեն ինչ ունի մի նպատակ՝ քաղել օգուտ։ Ամեն մեկը կարաք ձեր փայ քաղեք օգուտ, բայց ես նայում եմ, որ մենք ընդհանուր նպատակի կարանք հասնենք։ Ոչ թե միայն ամեն մեկը ինքը իրանով նայի ու հա ինչ որ մի բան վերցրեց, ինչ որ մի գաղափար ու կիրառեց իր կյանքում, ինչ որ օգուտ ստացավ, բայց նաև մենք խմբով, որպես միասնական ուժ, այդ դեպքում հաստատ ավելի շատ օգուտ կլինի սաղից։ Դա շատ տրիվիալ միտք է, ցանկացած վերցրեք աշխարհում ու կյանքում, վերցրեք ցանկացած ռեսուրս։ Այդ ռեսուրսի հիմքում կանգնած է խումբ, այդ ռեսուրսի հիմքում կանգնած է թիմ։ Կա ռեսուրս, պետական իշխանություն, դրա վրա մի հոգի կանգնած չի, վարչապետ, նախագահ կամ չգիտեմ։ Այդ ակունքին, այդ ռեսուրսի, այդ աղբյուրի ակունքին կանգնած է թիմ։ Վերցրեք ուրիշ ռեսուրս, նավթերի, նավթահանքերը, նավթարդյունաբերությունը եւ այլն։ Մի հոգի կանգնած չի, որ շեյխին նայում եք, ասեն շեյխը ելնում նստում է իրանից գոգով, դա շեյխը չի։ Հիմա ամբողջ թիմը կանգնած դրա հետևում։ Ասածս ինչա, ես այն ինչ որ տեղի ունենում եթերների ժամանակ ու ցանկացած իմ մեդիա գործունեության ժամանակ ես անում եմ այդ օգուտ քաղելու համար։ Օգուտ քաղելը հանդիսանում է նրանում, որ կան մարդիկ, ովքեր համախմբվում են այդ գաղափարի շուրջ, մի հատ գաղափարի շուրջ։ Ու գնում են իրանց ծրագիրը կատարելու։ Իսկ որն է մեր ծրագիրը։ Նախսկին նրանից, որ մենք ծրագիր չունենք այս պահին, ինչ որ պահի մեր ծրագիրը ածին է սա։ Մեր ծրագիրը հծը է։ Տեսեք, լավ շենց ասեմ, անհատական ամեն մեկի համար այս պահին ես իմ նպատակը ի կատարածված կլինի, եթե ամեն մեկի կյանքը բարելավվի։ Այսի առանց հեգնանքի ես ընդհանրապես
ռոմանտիկ մարդ չեմ շատ, ոչ կրոնական, ոչ չգիտեմ։ Հոգևոր, տենց ահավոր էզոթերիկ եւ այլն, միստիկ, բայց ես առանց հեգնանքի, այս պահին կուզեմ, որ ամեն մեկի կյանքը լավանա։ Ամեն մեկը նստած տեղում, ով որ նայում է այս եթերը, մեր չաթից, ով որ կնայի վիդեոն եւ այլն, իր կյանքը կլավանա, ինքը իրան լավ կզգա։ Այդքան բան, այս պահին իմ նպատակը է դա։ Նույն ինչ որ խոսում ենք եթերների ընթացքում, այս շրջանակներում, իմացեք, որ ես չեմ խորանալ շատ փիլիսոփայության մեջ ու ուրիշ մտավոր ձեռնաշարժությունների չեմ տրվելու, որտեղ դա անիմաստ է, ինչի համար։ Կա նպատակ ու պետք է գնալ այդ նպատակին։ Ինչ ենք խոսում։ Բարոյականությունը դա սուբյեկտիվ կատեգորիա է։ Կա ուժեղ բարոյականություն, կա թույլ բարոյականություն։ Ու դա շատ հեշտ է տեսնել։ Օրինակ, կա երկու հատ բարոյական կանոն, ընդհանրապես կա։ Մեկը ակննդական ու ատամնդատաման, իսկ երկրորդը եթե ապտակում են ձախ այտիդ, դեմ տուր նաև աչը։ Ձեր կարծիքով, որն ավելի ուժեղ, որ բարոյական կանոնն ավելի ուժեղ, այսինքն եթե լինեն երկու հոգի, Գագոն ու Բաբոն, մեկը շարժվի առաջին կան օրենքով, բարոյական դրույթով, հա, որ եթե ինչ-որ մեկը իրան, եթե ինչ-որ իր աչքին կպավ, աչքն ահանում, ատամին կպավ, ատամն ահանում, ակննդական և ատամնդատաման, ու կա Բաբոն, որը շարժվում է, որ եթե ապտակում են իր ձախ այտին, ինքը դեմ է տալի աչը, իհարկե ակնհայտ է, որ առաջինը։ Ինչի, որովհետև այս Բաբոյի լավը իտոգում քունելու են, որովհետև competition, որովհետև կոմպետիտիվ չի իր ծրագիրը, ինքը որտեղ մտավ իրան չափլախելու են ու անվերջ, չի վերջանում, բան կարգին հաղորդման բանը չի, որ երրորդ ապտակի մասին բան գրած չի էլ Աստվածաշնչում, չէ, էդի չի, իրական կյանքում, իրական հողիվեր, դա անվերջ պրոցես է, աչ, ձախ, ինչքան դեմ տաս, այդքան չափալախելու, ես իմ փորձից գիտեմ իհարկե, ու իմ դիտարկումներից, բայց նաև տրամաբանությամբ ու առողջ դատողությամբ ես հասնում եմ դրան, որ չէ, դա շատ ֆուցն ստրատեգիա է կյանքի ու դա ոչ մի բանի մասին է, այդ ինչա։ Բանը ովքեր են մեդիա տարածքում կինոների բան պատմությունների մեջ բառը միշտ չեմ կարում ճիշտ արտասանել։ Վիլենները ովքեր են։ Վիլենները ովքեր են։
դի մարդիկ են, ովքեր հետոգում հասկացել են, որ դաժե կա տենց այլասերված գրողի այլասերված միտք, հա, որ չար մարդիկ, դրանք են մարդիկ են, ովքեր բարի են եղել երկար ժամանակ ու իրենց բարության վրա ոտերը սրբել են։ Դե կարծեմ Պաուլո Կոելյոն ասել, ընդհանրապես կոչ չի իրան կարդալու, որտեղ ինքը вообще ֆուցոն գրող է, բայց այդ միտքը ընդհանուր տենց է, չարագործները այն մարդիկ են, ովքեր երկար ժամանակ դեմ են տվել իրանց այտերը չափալախելու, հետո ինչ որ մի պահի իրախություն իրանց հասկացել են, որ այդ ռազմավարությունը չի աշխատում, իսկ ակննդականն ու ատամնդատամանը լավ էլ աշխատում են։ Կարա լինի սիտուացիա, կարա լինի իրավիճակ, որ առաջինն էլ չի աշխատում, դու պիտի հասկանաս լավ, ես ինչ բանը լավ չէ, պարտադիր չի, որ դնեմ իր աչքը հանեմ, բայց եթե ամեն ինչ մի կողմ դրած մենք վերցնում ենք այս երկու ծրագիրը բարոյական, առաջինը ավելի կենսունակ է, բացատրեցի ինչի։ Սրա վերաբերյալ հարցեր կա։ Չտես Նիցշեի տերերի բարոյականությունը և ճորտերի բարոյականությունը դա կոնկրետ դրսևորումն է հենց այդ իմ ասած ուժեղ ու թույլ բարոյականության, բայց Նիցշեի պատկերացումով լիքը բան կա, որ ճիշտ է, լիքը բանը կա բուլշիթ է, բայց ինքը կոնկրետ դրսևորումն է ըստ Նիցշեի ուժեղ բարոյականությունը տիրակալների կամ մораль Господь իր ռաբով ըստ Նիցշեի ուժեղ բարոյականությունը տերերի բարոյականությունը ու թույլ բարոյականությունը ճորտերի բարոյականությունը, որն է ամենաէական կետը, որ ջրբաժան է հանդիսանում, թե դու տերերի բարոյականության կրող ես, թե ճորտերի, դա կոչվում է Նիցշեի բարոյական, Նիցշեի փիլիսոփայության մեջ, Նիցշեն կոնտինենտալ փիլիսոփա է, ես արդեն ասել եմ, որ կոնտինենտալ փիլիսոփաներին միշտ մի քիչ զգուշավոր կարելի է պիտի մոտիկանաս, որտեղ այդ իրական փիլիսոփայություն չի, ճշգրիտ, այսինքն սենց է, եթե մենք նայենք մարդկային ուսմունքները, մարդկային մշակույթները, այսինքն ինչ-որ մի մարդկային դիսցիպլինաները, հա, կա գիտություն, որը որ մաքսիմալ ճշգրիտ է, հետո կա վերլուծական փիլիսոփայություն, դրանից հետո գալիս է նոր կոնտինենտալ փիլիսոփայությունը, դրա մասին կխոսանք, բայց հիմա իմացեք, որ Նիցշեն դա կոնտինենտալ փիլիսոփա է, ինչը չի նշանակում, որ ինքը ինչ ասում է սխալ է, չէ, հենց այդ ինքը լիքը բան ճիշտ է ասում, այս լիքը բանը սխալ է ասում, վերջը հիմա ըստ իր փիլիսոփայության, հենց այդ ջրբաժանը երկու բարոյական համակարգերի միջև հանդիսանում է ռեսենտիմենտը, ինչ է ռեսենտիմենտը, ռեսենտիմենտը դա մարդու վիճակ է, ըստ Նիցշեի մարդը ընտրելու հնարավորություն չունի, ինքը ռեսենտիմենտար լինի, թե ոչ ռեսենտիմենտար, ինչ որ սխալ է իմ կարծիքով, մարդը, ես ընդհանրապես դետերմինիզմի կողմնակից չեմ, ես կարծում եմ, որ կա ազատ կամք ու կա հնարավոր մեխանիզմներ մեր տիեզերքում ազատ կամքի դրսևորման, ու եթե ինչ-որ մեկը ռեսենտիմենտար չմոյա, ինքը շատ ճիշտ քայլերի հաջորդականության դեպքում ինքը կարա դառնա ոչ ռեսենտիմենտար լավ տղա,
ու это, հա, Նիցշեի փիլիսոփայությունը տերերի ու ճորտերի բարոյական մասին դա հատուկ դրսևորումն է նրա, թե որն է ուժեղ բարոյականությունը, որն է թույլ բարոյականությունը։ Որպես օրինակ, բաները, նացիստների փիլիսոփայությունը, նացիստների, ֆաշիստների, իրանք էլ իրենց պատկերացումը ունեն ուժեղի ու թույլի մասին, ու դե ամեն ինչ պարզ է։ Ով որ արիացի է, ինքը պիզդետ ուժեղ տղա է, ով արիացի չի, տենց երկրորդ կարգի մարդ է, իսկ հրեաների մասին вообще չեմ խոսում, вообще նախույ, истреблять нахуй եվրեներին։ Էդ էլ իրենց պատկերացումն է, իրանք ուժեղ են, եվրեները վատն է, թույլ են։ Իսկ որն է ուժեղ ու թույլ բարոյականությունների իմ սահմանումը հետևյալն է։ Այն բարոյականությունը, որը քեզ հնարավորություն է տալի հասնես քո նպատակներին մաքսիմալ արագ, մաքսիմալ ոնց դու ուզում ես հասնես քո նպատակներին, ուրեմն դու ուժեղ բարոյականության կրող ես, որովհետև տես բարոյականություն ընտրելուց, բարոյական համակարգ ընտրելուց, դու արդեն իսկ ունես որոշակի բարոյական համակարգ, դու քեզ իրավունք ես վերապահում ընտրել բարոյական համակարգը, այնց ոնց որ դու ես ուզում։ Օրինակ, եթե դու ուզում ես, օրինակ վերցնենք բանին, Գրիգորի Պերելմանին, ինքը իր բարոյական համակարգում ունի մի դրույթ, որին ինքը հետևել է, ու որի արդյունքում ինքը հրաժարվել է $1 միլիոն American dollar, ամերիկյան դոլարից։ Ինքը իրան բիզնես լավ է զգում ամենայն հավանականությամբ։ Ու ինքը ընտրել է այդ ինքը իրան վերապահել է իրավունք ընտրել այն բարոյական համակարգը, որը ինքը ուզում է։ Ուժեղ բարոյականության կրողը ինքը հիմնվում է իր ցանկությունների վրա։ Կապ չունի ցանկությունները կոնվենցիոնալ լավն են, թե կոնվենցիոնալ վատն են։ Կապ չունի հասարակությունը ինչ է մտածում, պետությունը ինչ է մտածում, եւ այլն եւ այլն։ Այդ առումով լիքը հանցագործներ, հասարակական հանցագործներ, չգիտեմ, ռազմական հանցագործներ, կրոնական հանցագործներ, ոչ բոլորը, բայց լիքը մարդիկ կարան լինեն ուժեղ բարոյականության կրող։ Ուրիշ բան, որ դրանք կարան գնան գաղութում փտեն դրա արդյունքում։ Բայց դա մեզ ցույց է տալի, որ ուժեղ բարոյականությունը, ուժեղ բարոյականություն ունենալը նաև իր հետ բերում է հետևանքներ։ Դու պիտի կարանաս այդքան ուժ ունենաս լուծես դրանք։ Եթե չկարացար դու լուծես, դա չի նշանակում, որ դու թույլ բարոյականության տեր ես։ Չէ, դու ուժեղ բարոյականության տեր մարդ ես, ուղղակի դու չկարացար լուծես այն խնդիրները, որ դրա հետևից գալիս են։ Օրինակի համար, դու ուժեղ բարոյականության կրող ես, ու դու թքած ունես մնացած բոլորի վրա, ու դու քո կարծիքով գողանալը նորմալ է։ Գողանալը վատ բան է։ Ինչ սենց մի բան ասեմ։ Դուք ինձ ճիշտ հասկացեք։ Օրենք խախտելը վատ բան է։ Ես ոչ մեկին ոչ կոչ եմ անում, ոչ օրենք խախտելը վատ բան է, դա միշտ իմացեք։ Ինչը որ ես խոսում եմ, վերաբերում եք դրան փիլիսոփայական շիզոֆրենիա։ Ինչ որ մեկը նստել է, ինչ որ ուրիշ մարդկանց հետ իր նման խոսում է ինչ որ բաներ, բայց մենք անվնաս, անշառ մարդիկ ենք, մենք ոչ մեկին ոչ մի բան կոչ չենք անում, մենք ուղղակի խոսում ենք։ Էսի տենց, հա, շարունակեմ միտքս։ Կա մարդ, որ կա Պողոսը, ու այդ Պողոսը ուժեղ բարոյականության կրող է։ Ու ինքը իր հայացքը ունի գողության
գողության հանդեպ, գողության վրա իր հայացք ունի, իր տեսակետ ունի։ Ինքը մտածել էր գողությունը ինչ որ վատ բան է, հա ինչ որ մեկին ինձնից գողացավ, վատ բան է, պետք է բռնեմ զաչումարի տանեմ դրան, բայց այն որ ես կարամ գողանամ, ինչի՞ չէ որ։ Ինքը տենց է մտածում Պողոսը։ Բայց եթե չի ապահովագրում իրան, որ գողությունը կատարելուց հետո ինքը չի հայտնվի գաղութում։ Ինքը ուժեղ բարոյականության տեր մարդ էր, բայց ինքը իտոգում հայտնվեց գաղութում, իսկ գաղութում բան չեն բաժանում։ Մեղր ու կարակ չեն բաժանում։ Հաստատ գաղութի կյանքը ավելի վատնա, քան դուրսը։ Так, если դրա մասին էս էր իմ սահմանումը։ Բարոյական ուժեղ մարդը իրան իրավունքա վերապահում ընտրել այն բարոյական համակարգը, որ իրեն հոգ է հարազատ, ու ծառայում է իր նպատակներին։ Ես էլ սենց ախպեր ջան։ Բարոյականությունը ասեցի, բարոյական արժեքներ։ Տեսեք, ինչ է արժեքը ընդհանրապես։ Դա կեսացածից վրա հարց կար վերաբերել։ Մենակ ես ասածից վերաբերել, ուրիշ բան չհարցնեք ախպերական։ Իսկ ինչն է հանդիսանում նպատակ, որն է ամենաառաջնային նպատակ։ Ամենաառաջնային նպատակը դա մեր էությունն է։ Օրինակ։ Ես շատ եմ ուզում հաց ուտեմ, շատ ուզելիվորն է, եթե ես չուտեմ, կմեռնեմ ու ցանկացած այլ մարդ։ Ու կենսաբանական էակ։ Ու հենց հիմա էլ ես ուզում եմ հաց ուտեմ։ Ես հիմա առաջ նպատակ չեմ դրել հաց ուտելու։ Դա ուղղակի ինձ տրվել է։ Որտև ես կենթանի եմ։ Վերջ։ Այսինքն առաջնային նպատակներ ու առաջնային ցանկությունները դա մեզ տրված են, մենք չենք ընտրել։ Մենք կարանք ընտրենք, թե ինչ հաց ենք մենք ուզում ուտենք։ Օրինակի համար, ես չեմ ուզում ամեն օր գրեչկա ուտեմ։ Ես ուզում եմ ամեն օր հնարավորություն ունենամ ուտելու այն ինչ որ ես ուզում եմ։ Ընտրեցի ես հիմնվեցի իմ ցանկությունների վրա, ուս դրա էլ ես գծում եմ իմ բարոյականությունը, որ թշվառությունն ու աղքատությունը դա վատ է։ Իսկ ռեսուրս ունենալ այն ինչը որ մեր ժամանակաշրջանում, մեր աշխարհում կոչվում է ֆինանս, դա լավ է։ Ես կառուցեցի իմ բարոյական համակարգը, կամ ավելի ճիշտ ընտրեցի։ Իսկ ամենախորքում ընկած նպատակներն ու ցանկությունները դրանք մեզ ուղղակի տրված են։ Մարդիկ, ովքեր որոշում են, որ պիտի ծառայեն հեզությամբ, խոնարհությամբ, սիրահոժար կերպով իրենց ցանկություններին ու իրենց ֆունդամենտալ կենսաբանական նպատակներին, այդ մարդիկ շանս ունեն լավ ապրելու։ Իսկ դրա հակառակ ծայրահեղ բևեռը այն է, որ մարդիկ ուղղակի հեռանում են կյանքից։ Որտև իրանք այդքան արժանի չեն համարում ծառայել իրենց նպատակներին ու ցանկություններին։ Ուղղակի հեռանում են։ Հեռանում են ընդհանրապես տարբեր պատճառներով, բայց այդ թվում նաև մեծամասամբ դեպքերով հեռանում են այն պատճառով, որ իրանք չեն կարողանում կամ չեն ուզում կամ չեն արժևորում իրենց կենթանական, կենսական պահանջները, որ իրենց տրվել է։ Ազգում եմ, որ ճլորած եմ, որովհետև շատ լավ լողաց է, հոգնած չեմ, բժժած եմ, մտա երմանջրի տակ, անում եմ not all day every day, but every day։ Բանի մասին է խոսքը ինչ անում։
կոնտրաստ դուշի մասին։ Ամեն առավոտ այսօր արել եմ, երեկ արել եմ, երեկ չառաջուրը չեմ արել։ Երեկ չառաջուրը չկարողացա։ Լավ, հավես չունեի։ Սուտ չխոսեմ։ Բայց անում եմ միշտ։ Առ սենց որ հարցեր եք տալ ինչ-որ կոնկրետ բաների մասին, կոնկրետ տեխնիկաների մասին։ Անոնց եմ ուզում ես սաղ ամեն ինչ ես փիլիսոփայություն բան դնեմ միան, գիտական սաղ վերցնենք կոնկրետ տեխնիկանը, լուցիդ դրիմինգից հարցրիք, մեդիտացիա, կոնտրաստ դուշ, սնվելու մասին, քնի մասին, ճիշտ քնի մասին, բաների մասին, հավելումների մասին ու երելիքը բան կամ։ Խոսքի հիմա ես բան եմ օգտագործում։ Եժովի գրիբենչ հարակակրոց վախտնա, սա հացուտելուց առաջ պիտի խնեմ։ Լիքը բան կա դրանցից, սաղ դնեմ մի կոն դրանցից խոսամ, դրանցից ասեմ ոնց անեք, բայց պետքա հիմք, ծրագրային հիմք, բարոյական հիմք այդ ամեն ինչի համար։ Եթե չգիտես խի ես անում, դա ամենայն հավանականությամբ չես անի։ Դրա համար այն է, ծրագրային մասը, եթե չգիտես ինչի, չես անի։ Եթե գիտես ինչի, կգտնես ոնց էր։ Եթե գիտես ինչի, կգտնես ցանկացած ոնց։ Դրա համար ես կուզեմ հիմա որ դուք հասկանաք այդ ընդհանրապես ինչի համար պիտի ինչ-որ մի բան ընդհանրապես անեք։ Ինչա բոմժը կամ ինչ-որ կյանքից հոգնած մեկը դուրսը գցած ինչ-որ միտեղ ու ոչ մի բան չի անում իր կյանքի հետ։ Կամ վեշի Instagram-ում, TikTok-ում լարված է։ Գործից տուն մաքսիմում դրանով սահմանափակված, որտեղ ինքը չի հասկանում ինչի պետք է ընդհանրապես ինչ-որ մի բան անի։ Ինչի չպետք է ինքը սաղուրը լռվի TikTok-ում։ Ինչի՞ չէ։ Հասկանում եք, դրա համար ինչին էլ է շատ կարևոր։ Կելեք թարգենք ես մենախոսությունը։ Այսօր ճլորած են։ Եկեք ազատ շփում անենք էլի։ Ինչ կա հետաքրքիր առանձին բաներից խոսանք։ Նիչեն կոնտինենտալ փիլիսոփա է, որտեվ ինքը անալիտիկ փիլիսոփա չի։ Այսինքն երբ որ դու կարդում ես Նիչե կամ ուսումնասիրում ես, ընդհանուր առմամբ դա փիլիսոփայություն է։ Այլ փիլիսոփայությունը այնպես բան է, մի տրանսպորտի մեջ լյուբոյ ավտոբուսի վարորդ կարա փիլիսոփայի, լյուբոյ տաքսու վարորդ, ով ասես փիլիսոփային է։ Բայց գոյություն ունի ակադեմիկ փիլիսոփայություն։ Ու ընդհանուր առմամբ կոնտինենտալ փիլիսոփայությունը ու նաև Նիչեի փիլիսոփայությունը դա ակադեմիկ փիլիսոփայության մասն է, բայց ինքը այն որ ճշգրտության պակաս ունի։ Տես օրինակի համար, ինքը ինչ-որ արտահայտություն անում Նիչեն։ Մենք ժառանգել ենք մեր նախնիների ոչ միայն խելքը, այլ նաև անխելքությունը։ Լսում ես համոզիչ միտք է ինքը, նոհա, որ վերցնենք ինձի։ Ես ով եմ, ես հիմա որ խոսում եմ, կամ ինչ-որ բաներ որ ասում եմ, դա որ ես չեմ հորինել,
Կամ հո ես չեմ հիմա ես խոսում եմ Նիցշեի գաղափարներից, ես դե կարդացել եմ Նիցշեից, Նիցշեն կարդացել է կամ վերցրել է Շոպենհաուերից, չգիտեմ Շոպենհաուերը վերցրել է Կիերկեգորից, Կիերկեգորը վերցրել է, չգիտեմ ես իմ ումից, ու տենց մինչև Արիստոտել, Սոկրատ, Պլատոն, դրանցից առաջ էլի ուրիշ մարդիկ են եղել, ասածս ինչ է, որ ես ժառանգել եմ, ես ստացել եմ այդ խելքը, բայց նաև անխելքությունը, իսկ ինձ լիքը բաներ կարամ ուղղակի ոչ ռացիոնալ կերպով անեմ, օրինակներ չեմ բերի, դա մի կողմ դրած, ասած սենը, որ լսում ես Նիցշեին, հարը ճիշտ գաղափարով չի ասում, ինքը շատ համոզիչ ու արժանավատ է, բայց եթե հիմնված չի ոչ մի տրամաբանական նախադրյալների վրա, ուղղակի նստեց ինչ-որ բան ասեց, լավն էր, բայց տրամաբանական շղթա չկար դրա համար, ու ոչ մի կերպ դա չես ապացուցի, հենց այդ է խնդիրը, իսկ անալիտիկ փիլիսոփան ինքը փիլիսոփայությունը, ընդհանրապես անալիտիկ փիլիսոփայությունը դա, որ շատ հստակ կերպով հիմնված է գիտական փաստերի վրա, հա, իրանք խոսում են բառերով, արտահայտություններով, ինչ-որ աբստրակտ գաղափարներով, բայց ցանկացած փաստարկի, ցանկացած արգումենտի հետևում կանգնած է գիտական փաստ կամ գիտական մոտեցում, ոչ չես կարա դու ուղղակի նստես ասես, մենք ժառանգել ենք ոչ միայն մեր նախնիների խելքը, այլ նաև անխելքությունը, չէ, Եղո ջան, ոնց ես ապացուցելու էդի, ԴՆԹ-ի մեջ կա էդի գրած, ոնց ես ապացուցելու, հասկանում եք էտա, կոնտինենտալ փիլիսոփայությունը որպես կանոն ինքը գեղարվեստական ավելի շատ, օրինակ, ես մեկը Նիցշեի բանը, «Так говорил Զարաթուստրա», ուղղակի պատմությունը, ինչքան էլ որ հետաքրքիր լինի, ինչքան էլ որ որոշակի մտքերի հետ դու համաձայնվես, ինքը մնում է մեկը կոնտինենտալ ստեղծագործություն, կամ ինչ-որ բաներից են խոսում, օրինակ Նիցշեն, նստեց իր համար մտածեց բան, ուբերմենշ, superhuman, արա այդ ուր դուց եկալ իր այդ ուբերմենշին, ստեղծագործել է ուղղակի, կամ բանը Հայդեգերը, Դազայն, Հայդեգերի ֆունդամենտալ, կենտրոնաձիգ գաղափարներից մեկը դա Դազայնն է, բայց ինչ է Դազայնը, քանի տարի է, 70 տարի է, սա ուզում են հասկանան ինչ է Դազայնը, ամեն մեկը մի ձև է թարգմանում, որտև էդի հորինած բառը, ստեղծագործել է մարդը, Հայդեգերը, կլասիկ դասական կոնտինենտալ փիլիսոփա, Դազայն ինչ-որ մեկը, Դազայն, էդի գերմաներենից, դան, էդի բանը, ոնց են ասում, ցուցիչ, ոնց որ անգլերենում it, that, this, հայերենում սա, այն, և այլն, դրանց ոնց են ասում, դա ու զայն, իսկ զայնը դա այն ինչ-որ կթարգմանվի հայերենում, էություն, ամեն ինչ, ռուսերեն բծիե, ամեն մեկը իր ձևով թարգմանում է, ահա, են, կամ մեկը թարգմանում է, հրեն, հրես, հայկական որ բարբարով տենց լեսում չէ, հրեն են, ահա են, հենա են, ու ճշգրտությունը շատ քիչ է, բայց էդի ոչ մի կերպ չի արժե զրկում կոնտինենտալ փիլիսոփայության հաջողությունները, գրանցած հաջողությունները, իմ խոսալուց, իմ փոքրիկ բարեկամ, իմ խոսալուց ակնհայտ չի, թե ես ինձ որ դպրոցին
որ դպրոցին եմ որ դպրոցի մաս եմ համարում։ Անալիտիկ թե կոնտինենտալ։ Ոնց ես կարծում, այսքան խոսացի։ Իհարկե անալիտիկ, որովհետև անալիտիկ փիլիսոփայությունը մեզ ավելի շատ հնարավորություն է տալիս իրականության վրա ազդեցություն ունենալու։ Իսկ եթե իմ համար չուց լինի ամենակարևոր նպատակներից մեկն է մաքսիմալ ազդեցություն ունենալ իրականության վրա, մաքսիմալ ըստ քո ցանկության ազդեցություն ունենալ իրականության վրա։ Այդ հարցը ես էլ եմ լիքը տվել։ Հարցը դες գալիս է ինտերպրետացիայից։ Այսինքն, այն որ ուզում ես քեզ ճաղի, Նիչեն գրել է ու ցանկացած մարդ գրում է ուղղակի տեքստ, գրում է տառեր, իսկ դրա մեկնաբանությունը, դրա ինտերպրետացիան ինքը սուբյեկտիվ է, բայց ցանկացած տեքստին է, ցանկացած ստեղծագործությանն է տենց վերաբերվում։ Մեկը մոտիկանում է Մալևիչի չորնի կվադրատին, տենում է ամեն ինչ, մեկը մոտիկանում է, տենում է ուղղակի սև քառակուսի։ Մեկը կարդում է Աստվածաշունչը ու հասկանում է, որ ինքը պիտի լինի կաթոլիկ, մեկը կարդում է, հասկանում է ուղղափառ, մյուսը կարդում է, հասկանում է առաքելական, մեկը բապտիստ, մեկը բողոքական, մեկը անգլիկան, ուզում ես քեզ մեջտեղից ճղի, մեկը ինքը գալիս է ինտերպրետացիայից։ Հիմա Նիչեի տեքստերն է կարդալով, եթե դու ուզում ես ես կոնկրետ ցույց տամ մեկին ու ասեմ ինքը ուբերմենշ է, դա իմ ինտերպրետացիան ու ես դա շատ լավ հասկանում եմ, բայց ես ամեն դեպքում կասեմ։ Պուտինը կարա լինի ուբերմենշ։ Դե ինքը քանի տարի է արդեն։ 30 տարի է ինքը իր նպատակներին հասնում է։ Ուրիշ հարց, որ ոչ մեկի օբյեկտիվ նպատակները մենք չենք կարող իր գլուխը բացենք, ուղեղը բացենք ու նայենք, ահա, ունի ես նպատակը։ Չէ, դրանք ենթադրություններ են։ Ուբերմենշ կարա լինի Կրիստիանո Ռոնալդոն։ Ցանկացած մարդ կարա լինի ուբերմենշ, դա չի բաժանվում խավերի, ազգությունների, չգիտեմ, կրոնական պատկանելության եւ այլն եւ այլն։ Ցանկացած մարդ պոտենցիալ ունի համապատասխանելու այն դրույթներին, որոնք Նիչեի կարծիքով կդարձնեն այդ մարդուն ուբերմենշ։ Այդքան բան։ Մի համաձայնվի աղբեր ջան, քո իրավունքն է։
Հայդեգերն էլ նույն հենց այդ պատճառով էլի կոնտինենտալ փիլիսոփիա։ Ինչ բերեմ ավել քեզ փաստարկ։ Այնքանով ինչքանով որ Նիցշեն է կոնտինենտալ, այդքան է Հայդեգերը։ Հեսա կնայեմ էլի ինչ է գրում մի այդտեղ բանկը։ Սխալ ենք ես եմ սխալանում, որ իսկան խոսում ենք փիլիսոփայության մասին, չես մետ առանձին եթեր կանենք, ընդհանուր կհասկանանք, էլի ինչ է փիլիսոփայությունը ու ինչի կարիք չկա, սպոյլեր, Փիլիսոփայությունը ոչ մի էական բան մեզ չի բերում, ինչ անունը, օգուտ մեզ չի բերում փիլիսոփայությունով զբաղվելը, այսի սպոյլեր, բայց առանցին եթերով կբացատրեմ խի ու կմեկնեմ իմ տեսանկյունը, իմ մտքերը այդ առումով ու կկրճատենք փիլիսոփայության մասին զրույցները։ Այսի դրա վերաբերյալ, բայց ուպշի Կելը քյաստ եմ տանք այսօր, որտև բաժը քունս արդեն տանում։ Եկեք այսքանով սահմանափակվենք, վաղը էլի եթեր կանենք, ժամը կգրեմ չաթում, այսօր իրիկուն կամ վաղ առավոտ ժամը կգրեմ, էլի մետ հասկանեմ եբ կարամ ստրիմ անեմ, ու կշարունակենք երևի վաղը կամփոփենք բարոյականության մասին զրույցները, ու հետո կջոյենք ինչ ենք անում։ Ну, в принципе, все. Давайте. Լավելեք, բանը նարջան է, տղեն կես կգրի այսօր։ Ուղղակի իրան ավելացրա չատ, եթե ինչ-որ հարցեր ունենամ, տես եթե ժամանակ ունես պատասխանի, եթե չէ, թո մնա հարմարվի տենա ինչ կա ինչ, թո հին եթերները նայի,
Այսքան բան, Դավիթ ջան,